Պողոս առաքյալի նամակը Գաղատացիներին։ Գաղատացիներին առաջին գլուխ։ Պողոսը առաքյալ ոչ մարդկանց կողմից եւ ոչ էլ մարդու միջոցով, այլ Հիսուս Քրիստոսի միջոցով եւ Հայր Աստծու, որ հարություն տվեց նրան մեռելներից, եւ բոլոր եղբայրները, որ ինձ հետ են, Գաղատիայի եկեղեցիներիդ։ Շնորհ ձեզ եւ խաղաղություն Հայր Աստծուց եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսից, որ ինքն իրեն տվեց մեր մեղքերի համար, որպեսզի մեզ ազատի ներկա չար աշխարհից Աստծու եւ մեր Հոր կամքի համաձայն։ Նրան փառք հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Զարմանում եմ, որ այդպես շուտ լքում եք նրան, ով Քրիստոսի շնորհով կանչեց ձեզ եւ դառնում դեպի ուրիշ ավետարան։ Ուրիշ ավետարան չկա, այլ միայն կան ոմանք, որ ալեկոծում են ձեզ եւ ուզում են խեղաթյուրել Քրիստոսի ավետարանը։ Բայց եթե նույնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ ձեզ ավետարանի ոչ այն, ինչ ձեզ ավետարանեցինք, նզովյալ լինի։ Ինչպես արդեն ասացինք, հիմա էլ կրկնում եմ, եթե մեկը ձեզ ավետարանի ոչ այն, ինչ դուք ընդունեցիք, նզովյալ լինի։ Արդ մարդկանց հավանությանն եմ ձգտում արժանանալ, թե Աստծու, կամ միթե մարդկանց եմ փորձում սիրաշահել։ Եթե մինչ այժմ մարդկանց սիրաշահեի, ապա Քրիստոսից առաջ չէի լինի։ Հայտնում եմ ձեզ, եղբայրներ, որ իմ կողմից քարոզված ավետարանը մարդու ձեռքի գործ չէ, որովհետև ես այն ստացա ոչ թե մարդուց եւ սովորեցի ոչ թե որևէ մեկից, այլ Հիսուս Քրիստոսի հայտնությամբ։ Արդարև, դուք լսած կլինեք հրեության մեջ իմ երբեմնի ընթացքի մասին, թե ինչպիսի դաժանությամբ էի հալածում Աստծու եկեղեցին եւ տակնու վրա անում այն։ Հրեության մեջ ավելի առաջադեմ էի ինձ ազգակից շատ հասակակիցներից եւ շատ ավելի նախանձախնդիր էի իմ հայրենի ավանդություններին։ Բայց Աստված, որ ընտրել էր ինձ հենց իմ մոր որովայնից եւ կոչել իր շնորհի միջոցով, երբ կամեցավ հայտնել իր որդուն իմ միջոցով, որպեսզի քարոզեմ նրան հեթանոսների մեջ, ես անմիջապես որևէ մեկի չտեղեկացրի, ոչ էլ բարձրացա Երուսաղեմ նրանց մոտ, ովքեր առաքյալներ էին ինձնից առաջ, այլ գնացի Արաբիա եւ վերադարձա Դամասկոս։ Ապա 3 տարի հետո բարձրացա Երուսաղեմ տեսնելու Պետրոսին եւ 15 օր նրա մոտ մնացի։ Առաքյալներից ուրիշ մեկին չտեսա, բացի Հակոբոսից, Տիրոջ եղբորից։ Եվ ինչ գրում եմ ձեզ, ահա Աստծու առաջ եմ ասում, որ չեմ ստում։ Հետո եկա Ասորիքի ու Կիլիկիայի կողմերը։ Բայց ես անձնապես անծանոթ էի Հրեաստանի քրիստոնյա համայնքներին։ Միայն հաճախ լսել էին, թե նա, ով այն ժամանակ հալածում էր մեզ, այժմ քարոզում է այն հավատը, որ մի ժամանակ արմատախիլ էր անում։ Եվ ինձնով փառավորում էին Աստծուն։